Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուտրիսը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, նախատված է նրա հանդիպումը Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկանում ենք, որ Երևանի կենտրոնում արդեն տեղադրվել է COP17-ի տարբերանշանը, ազդարարելով մեր երկրի կարևոր ճանապարհը դեպի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում։ Հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների եւ բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների, դառնալով կենսաբազմազանության պահպանության շուրջ գլոբալ քննարկումների կարևոր հարթակ։ Հայաստանը շարունակում է ակտիվ նախապատրաստական աշխատանքները Համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ արժանապատվորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային բնապահպանական օրակարգում։ Այլ թեմաների անդրադառնանք, այսօր տարածվել է մի տեսանյութ, որտեղ դիմակավորված եւ զինված անձինք սպառնում են Փաշինյանին, նշելով, որ գիտեն, թե նա որ փողոցներով է քայլում եւ պատասխան են տալու։ Uşun կայացրել Արցախը Ադրբեջանը։ Ու հանձնալ մեր Արցախը Ադրբեջանին։ Ու մենք սովորական ուրենք բացում մեր գերեզմանները, մեր եկեղեցիները, մեր հողը ջուրը։ Դրան հետ է Նիկոլ դու պատասխան ես տալու։ Մենք գիտեմ դու շտեղավես մանգյամ, վեր փողոցներավես անցկենում։ Մենք քեզ ջրելով ենք Նիկոլ։ Դու խափեբա ես։ Դու հունցը խափալ ես Արցախի ժողովրդին, եկալ ես Արցախի Ստեփանակերտի հրապարակում կաղանալ խափալ ասալվեր Արցախը Հայաստանը։ Ոսոր խափալ ասում ես Հայաստանը անկախ է։ Դու խափում ես Հայաստանը անկախ, դու Հայաստանն ես ոզում հանձնես Ադրբեջանի կազմ։ Դու խափեբա ես, դու Մենք քեզ նորից եմ կրկնում ջրելու ենք։ Մենք գիտեմ ենք դու շտեղես քինամ, շտեղավես քինամ նորից եմ կրկնում։ Դրան հետ է դու ամեն մի քայլիդ հետ է դու պատասխան պիտի տաս մեր հայ ժողովրդի առջև։ Մենք սովորական ադրբեջանցին ավելի ազատ ազգում իրան Հայաստանի Հանրապետությունում, քան մեր հայրենակիցն են։ Դրա հետ է հայ ժողովուրդ նորից եմ հորդորում, խափվիկ վեճ իրան ձայնը չտակ, ինքը սուտասանա, ինքը ոնց նորից եմ ասեմ, մեզ ախապան, խափեմած ձեզ, մեր սաղ հայ ազգին, մեր հայոց Արցախը իլալա միշտ մեր Հայաստանի Հանրապետության դարպասն են, թե Հայաստանյան բնակավայրից, թե Արցախի բնակչությունից, ամեն մի մարդ, մի ընտանիք, կորուստ on է, թե հայր, թե որդի, լոխոտել է ցավը զգացալակ, դրա համար այդ ձայնը չտակ, ինքը սուտասանա, փառք ու պատիվ մեր տողորցը, ապրեր Արցախ։ Քննչական կոմիտեում ստացված հաղորդման համաձայն ինքնությունները անհայտ անձին առանց օրենքով նախատեսված թույլտվության իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված եւ համակարգչային կապի միջոցների օգտագործման հաղորդվող տվյալը ատելության եւ անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված Հայաստանի վարչապետի նկատմամբ նրա պետական եւ քաղաքական գործունեության հետ կապված քաղաքական հայացքներով պայմանավորված տարածել են սպանություն իրացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։ Կատարվում է նախաքննություն, հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տեսանյութին ասելով. Արցախը Ադրբեջան։ Հանձնալ մեր Արցախը Ադրբեջանին։ Մենք սովորական ուրենք բացում մեր գերեզմանները, մեր եկեղեցիները։ Հենց փսլինքներին նա, էլի ուրեմն սենց մասկե կհակել են, իբր իրանք ուժեղ տղեկ են։ Այ համբալներ, բա կռվի վաղ իրոք ուրեք։ Գիտեք խեն մասկով, որովհետև հենց մասկե կհանեն, տեսնելու ենք, որ սրանք են բաներ են, այն որ տակները լցրած փախած մեր զինվորներին մենակ թողած
Էլ չեմ բացառում թիկունքից կրակացել, այս փսլինքներին նայ։ Եկել են մասկա են։ Հələ սրանց նայ։ Այդ փսլինքները, հələ մասկեքներ հանեք դուս եկեք, դրանով ովքեր։ Այ համբալներ։ Ասել եմ, այս մասկեքը հատ գտնելու եմ ու հատ հանելու եմ ու մտցնելու եմ համապատասխան տեղը, չոքցնելու եմ ձեզ։ Գաք Հայաստանում մասկա ավտոմատ բան անեք, վիդեո անեք, տարածեք, հատ գտնելու եմ, տեսեք ովքեր եք։ Հանեք մասկեքներդ, կամավոր ներկայացեք, մի հատ սրանց տեսեք, հələ այս փսլինքներին նայեք, հələ այս համբալներին նայեք, այս այ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են։ Հələ սրանց, հələ նայեք։ Մենք սովորական ադրբեջանցին ավելի Հələ նայեք, ասում եմ, այ ձեզ եմ դիմում, հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը, էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոթը, համբալներ, հələ մասկեքներդ հանեք դուս եկեք, տենամ ովքեր եք, կզելու եք, Ռոբի, Տաշիրի, Գագոյի, հետ Սերժնե Դավեսկա, փաթեթով կզոցնելու եմ, փաթեթով։ Փաստերի ստուգման հարթակը օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում, ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Այդ փաստաթուղթը ամենայն հավանականությամբ արտահոսել են հաքերային հարձակման արդյունքում եւ ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի փաստացի ենթակայությամբ գործող սոցիալական դիզայնի գործակալության փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանապատկեր, զեկույցներ, պլաններ եւ այլ նյութեր։ Փաստաթղթում առկա են գործակալության կողմից Հայաստանում նաև եվրոպական եւ այլ երկրներում արդեն իսկ իրականացված եւ նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ եւ արդյունքների ամփոփումներ։ Հրապարակված փաստաթղթերը բացահայտում են Հայաստանի քաղաքական իրավիճակը ապակայունացնելու եւ երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան շրջելու լայնածավալ ռազմավարություն։ Այն ենթադրում է մասշտաբային տեղեկատվական գործողություններ, բայց ոչ միայն։ Այս նախագծերը ընդգրկում են մեդիա հարթակների ստեղծում, կեղծ տեղեկատվության տարածում եւ նույնիսկ թաքնված գործողություններ Եվրոպայում։ Գործակալության գործունեության հիմնական թիրախը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են։ Հիմնական ռազմավարությունը ռուսաստանցի հայերի մոբիլիզացումն է։ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստում քննարկվել են մայրաքաղաքի ենթակառուցվածքներին, հասարակական տրանսպորտին, սանմաքրմանն ու բարեկարգման աշխատանքներին առնչվող հարցեր։ Քաղաքային իշխանությունները ներկայացրել են ընթացիկ ծրագրերի կատարման վիճակն ու պատրաստակամություններին, պատասխանատուներին տվել նոր հանձնարարականներ։ Նախընտրական քարոզարշավով պայմանավորված Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական գործակարգավարական նիստը վարում էր Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նիստում քննարկվեցին մայրաքաղաքի առօրյա կառավարման առնչվող մի շարք կարևոր հարցեր, սկսած ճանապարհաշինությունից մինչև հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Զեկուցվեց, որ շարունակվում են ճանապարհների ընթացիկ նորոգման եւ փոխալցման աշխատանքները։ Պատասխանատուները ներկայացրին, թե որ վարչական շրջաններում են իրականացվում առավել ակտիվ շինարարական միջամտություններ եւ ինչ ժամկետներում է նախատեսվում ավարտել աշխատանքները։ Մենք նույնպես չպետք է թույլ տանք, որ այս ընթացքում մարդիկ որոշեն որոշակի ինքնական կառույցներ ապօրինություններ տան, այսինքն մենք պետք է ուշով հետևենք, որպեսզի թե գովազդի հետ կապված կլինի, թե այլ կառույցների հետ կապված կլինի, դա մեր կարմիր գծերն են, չվճարող քաղաքացիները եւ նաեւ ինքնակամները, այսինքն մենք պետք է տեմպը պահենք, որպեսզի մի թույլ չտանք, որ որևէ մեկի մտքով անցնի, որ օգտվելով իրավիճակից փորձի որևէ ինքնական որևէ բան։ Առանձին անդրադարձ կատարվեց հասարակական տրանսպորտին, քննարկվեցին ավտոբուսների շահագործման ընթացքը, երթերի կանոնավորությունը եւ քաղաքացիներից ստացվող բողոքները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները վստահեցրին, որ վերահսկողությունը շարունակվում է, հատկապես պիկ ժամերին առաջացող խնդիրների մասով։ Զեկուցեմ նաև սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 65 միավոր անսարք, որից մանմակնիշի 87 միավորից 2 միավոր, ժոնգթոնգ մակնիշի 562 միավորից 30 միավոր, հայ գերմակնիշի 103 միավորից 15 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 18 միավոր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։ Ես ուզում եմ նաև այս միտքը շարունակել, որ էական չի, թե մենք հիմա ինչ նախընտրական եւ այլն, մեր ավտոբուսի հավաքագրումները մեր համար առաջնահերթություն են։ Եվ չվճարող քաղաքացիները անընդունելի է մեզ համար եւ մենք մեր ուժերը
գուցե պետք է կրկնապատկենք, որովհետև յուրաքանչյուր չվճարող քաղաքացի մեզ զրկում է նոր ավտոբուս ձեռք բերելու հնարավորությունից։ Գործակարգավարական նիստում ուշադրության կենտրոնում էին նաև սանմաքրման եւ կանաչապատման աշխատանքները։ Զեկուցվեց, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են բակերի, փողոցների եւ հանրային տարածքների բարեկարգման ծրագրերը։ Բազմաֆունկցիոնալ մեքենաները դրանք առաջին հերթին իրականացնում են փոշեկուլ, այս պահին ամառային ռեժիմում իրականացնում են փողոցների սանմաքրման աշխատանքները, մեքենաները զինված են նաև բարձր ճնշման սարքավորումներով, որոնց շնորհիվ կլավացվեն նաև աղբամանները եւ տարբեր բակային տարածքներում նստարաններ, խաղասարքեր, իսկ ձմեռային ռեժիմում արդեն կտեղադրվեն համապատասխան խոզանակներ եւ աղցանիշներ եւ իրականացնեն զենամաքրման աշխատանքներ։ Մի հարց եւս, իսկ դա վարչական շրջաններին ենք մենք փոխանցելու, թե լինելու է ձեր բալանսին, դուք ուղղորդեք, թե որ վարչական շրջան։ Դրանք լինելու են մեր բալանսին, բայց տեղակայվում են վարչական շրջաններում, բոլոր վարչական շրջաններում արդեն տեղակայելու ենք մեքենաները եւ ըստ անհրաժեշտության իրականացնելու են աշխատանքները։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հանձնարարեց պատասխանատու կառույցներին խստացնել վերահսկողությունը, հատկապես կոմունալ ծառայությունների եւ քաղաքային ենթակառուցվածքների պահպանման ուղղությամբ, ընդգծելով, որ բնակիչների բարձրաձայնած խնդիրները պետք է հնարավորինս արագ արձագանք ստանան։ Նիստի ավարտին անդրադարձ կատարվեց նաև Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան դպրոցի նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Ծրագիրը գտնվում է ակտիվ փուլում, շինարարությունն իրականացվում է սահմանված ժամանակացույցով։ Իսակով Արշակունյաց նոր ճանապարհահատվածի կառուցումն էլ, որն ըստ քաղաքապետարանի կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի տրանսպորտային բեռնաթափման եւ երթևեկության կազմակերպման առումով, միտված է բարելավելու քաղաքի հարավային եւ կենտրոնական հատվածների կապակցվածությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստ է վերացնելու Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաները Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման դեպքում։ Հայտարարությունը հնչել է, երբ Կիրակի Արաբական Միացյալ Էմիրությունները ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Դրանցից մեկը հարվածել է Ալ-Դաֆրայի շրջանում գործող Բարակա ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորին, միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Միացյալ Նահանգները Իրանին 5 պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար։ Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավակնություններից, Միացյալ Նահանգներին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրան եւ պահպանել միայն մեկ միջուկային համալիրի աշխատանքը։ Ավելի վաղ Իրանը նույնպես 5 պայման էր առաջադրել բանակցությունների վերսկսման համար։ Թեհրանը պահանջում է պատերազմի դադարեցում, հատկապես Լիբանանում պատժամիջոցների վերացում, ակտիվների սառեցում, վնասի փոխհատուցում եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Սրան զուգահեռ Թրամփը կրկին սպառնում է Իրանին, նշելով, որ Իրանի համար ժամանակն անցնում է, նրանք ավելի լավ է շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա։ Պենտագոնն արդեն պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ։ Դրանց թվում են էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները։ Միացյալ Նահանգների իշխանությունները Գեբելսի հռետորաբանությունն են օգտագործում Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար, ինչը վերջ է դրել երկրների միջև բանակցային գործընթացին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական ագրեսիան կործանել է դիվանագիտական գործընթացներն ու վտանգել էներգետիկ երթուղիները, որպեսզի հետո Իրանին մեղադրեն ապակայունացման մեջ, կյանքի կոչելով Գեբելսի սկզբունքը։ Մեղադրիր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում, ասել է Բաղային։ Իրանը որպես Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ դիմակայությունում հաղթած կողմ որոշում է հակամարտության ապագա կարգավորման պայմանները։ 10 կետից բաղկացած պայմանները կարմիր գիծ են ցանկացած բանակցությունների համար, ասել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը։ Պայմանները որոշում է մարտի դաշտում հաղթանակ տարած երկիր, այլ ոչ թե ձախողված իր նպատակներին չհասած եւ միայն ավերածություններ բերած երկրի կառավարությունը։ Ուստի ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները, ասել է նախագահը։ Մինչև երկու կողմերից հնչում են նոր հայտարարություններ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի մի շարք բնակավայրերի։ Մերձ Մոսկվայում ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը տուժել, եւս 1 մարդ գտնվում է փլատակների տակ։ Հաղորդվում է, որ ուկրաինական զինված ուժերը սկսել է դրոններով հարվածել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին։ Անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք, հայտնել է Լատվիայի ազգային զինված ուժերը։ Միջադեպի պատճառով օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ուժերի կործանիչները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր մերձավորներին հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին։ Նա նշել է, հասկանում է, որ ներկայիս քաոսն կայուն է, նա պարզապես ցանկանում է դա անել արժանապատվորեն եւ այնպես, ինչպես հարմար կգտնի եւ ժամանակացույց կկազմի։ Մոսկվայի Ամուրսկայա փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել շինանյութերի պահեստում։ Հաղորդվում է, որ հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 քառակուսի մետր մակերես։ Վիրավորների կամ զոհերի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում։ Բաքվում կրկին գրանցվել են հորդառատ անձրևներ, ինչի հետևանքով փողոցներ ու ճանապարհներ են հեղեղվել։ Տեղումների ծավալը զգալիորեն գերազանցել է սեզոնային նորման, ինչի պատճառով քաղաքի ջրահեռացման համակարգը չի կարողացել ամբողջությամբ կլանել ջուրը եւ կաթվածահար է արել մարդկանց տեղաշարժը։ Նախորդին Արարատի մարզի Շահումյան համայնքի եւ հարակից բնակավայրերի բնակիչները խաղաղ իրազեկում ակցիա են իրականացրել խնդրանք պահանջով հանրության եւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով գազստոպ գազալցակայանների գործունեության կասեցումից հետո առաջացած ֆինանսական ճգնաժամի վրա։ Ընկերության 400 աշխատակիցներ 1 տարի եւ 3 ամիս գործազուրկ են։ Մայիսի 17-ին Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրում տեղի ունեցավ խաղաղ ակցիա իրազեկում։ Համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչներ եւ գազստոպ ընկերության աշխատակիցներ կառավարության եւ պատկան մարմինների ուշադրությունն էին հրավիրում ընկերության գործունեության կասեցման հետևանքով առաջացած ճգնաժամի վրա։ Ակցիան կրում էր բացառապես աշխատանքային եւ սոցիալական բնույթ եւ չուներ քաղաքական ուղղվածություն։ Գազստոպ ընկերության ղեկավար կազմը, աշխատակիցները եւ հավաքի մասնակիցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին պահանջ խնդրանքով, վստահ լինելով, որ կառավարության ղեկավարը ականջալուր կլինի իրենց խնդրանքին։ Ընկերության ցանցի գլխավոր ֆինանսիստ եւ հավաքի կազմակերպիչներից Բենիկ Ալեքսանյանը հավաքի ընթացքում նշեց, որ ընկերությունն ունի շուրջ 400 աշխատակից եւ մինչեւ ընկերության գործունեության կասեցումը յուրաքանչյուր ամիս ավելի քան 100 միլիոն դրամ հարկ է վճարել պետբյուջե։ Վերջինս ընկերության աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնեց պատկան մարմիններին, մասնարարպես գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իրավական ընթացակարգով թույլտվությունների որոշումները տրամադրելու համար։ Չնայած բոլոր թույլտվությունների առկայությանը անհայտ պատճառներով չի վերաբացվում գազալցակայանների ցանցը, ընդգծեց ընկերության աշխատակիցը դիմելով վարչապետ Փաշինյանին։ Այս ամենից ելնելով խնդրում դիմում ենք պարոն վարչապետ Փաշինյանին մեզ աջակից լինել, քանի որ բացման հարցում, կալոնկաների բացման հարցում, քանի որ նա բազմիցս ապացուցել է, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին, հայ տնտեսվարողի կողքին։ Ակցիայի կազմակերպիչներն իրենց ելույթներում ընդգծում էին, որ ընկերության 400 աշխատակիցները արդեն 1 տարի 3 ամիս գործազուրկ են, ինչը ֆինանսական հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացրել, ստեղծելով կենցաղային անելանելի իրավիճակ։ Վերջինները շահագրգիռ բոլոր կողմերին մեկ անգամ եւս ընդգծեցին, որ իրենց ակցիան կրում է բացառապես սոցիալական բնույթ եւ շարունակել են խաղաղ ակցիաները իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես չի լուծվել իրենց խնդրանք պահանջը։ Մենք ուզում ենք շենացնենք այս երկիրը, ուզում ենք հարկեր վճարենք, ուզում ենք արդար, սրտանց, ջանասիրաբար աշխատենք այս երկրում եւ չարտագաղթենք ստեղից։ Եվ կոչ ենք անում անպատասխան մարմիններին, որպեսզի կյանքի կոչեն այն որոշումները, որ արդեն կայացվել է պետության կողմից թղթերի տեսքով։ Այս ակցիան մենակ մեր գազստոպ գազալցակայանների ցանցի աշխատակիցների պահանջը չի, այլ շատ ու շատ համագյուղացիների Արարատի մարզի բնակիչների։ Շատ շնորհակալ ենք ձեզ բոլորից, որ մտահոգ եք այս հարցով, այսօր հավաքվել եք այստեղ։ Հույս ունենք, որ մեր բոլորի խնդրանքը կկատարվի եւ գազալցակայանները կբացվի։ Հավաքի մասնակիցները, որոնք ոչ միայն ընկերության աշխատակիցներ էին, այլև հարակից բնակավայրերի բնակիչներ, ընդգծում էին, որ 17 գազալցակայան ունեցող ցանցի գործունեության կասեցումը նաև հավելյալ անհարմարություններ են ստեղծում մեքենան լիցքավորելիս ժամանակի ծախսատարության առումով։ Ակցիայի ավարտից հետո կազմակերպիչները ընդգծեցին, որ պատկան մարմինների կողմից դրական արձագանք են սպասում։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում մայիսի 11-ից 18-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Դիտեք այս մասին պատմող տեսանյութը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ եթերաժամին։
Մայրաքաղաքում եւ մարզերում պարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20685 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 489 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ, 541 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 114 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 957 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 317, թմրանյութի հայտնաբերման 81, ֆիզիկական ներգործության 62, մարմնական վնասվածք պատճառելու խարդախության 55-ական, հոգեկան ներգործության 41, անձնական ունեցվածքի գողության 37, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 56 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 51 հետախուզվող, 8 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 12 դեպք։ 7 օրում գրանցված 82 ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, վնասվածք ստացել 107-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 488 դեպք, 125-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 61, հրդեհի ծագման սպառնալիքի 23, ճանապարհատրանսպորտային պատահարի 46, կենցաղային կանչի 151 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 50 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 87 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել, հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում աշտարակ Երևան ճանապարհին հայտնաբերել մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա եւ 21-ամյա երկու երիտասարդի եւ 39-ամյա տղամարդու։ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3 կիլոգրամ 15 գրամ մարիխուանա։ Նույն թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաև 20-ամյա երիտասարդի մոտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, 20 եւ 21-ամյա երիտասարդները կալանավորվել են, կատարվում է նախաքննություն։ Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին։ Մայիսի 12-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս 2 պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան եւ այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա 2 պատանիները հայտնաբերվել եւ տեղափոխվել են համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու արգելված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ Նման դեպքերը գտնվում են համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների եւ ընդհանրապես համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հերթական բացահայտումը սովորական հանցագործությունների շրջանակից չէր։ Այս անգամ հանցագործների թիրախում մշակութային ժառանգություններ։ Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր, քրեղեն, փական եւ խորհրդանիշ հանդիսացող կնիկ։ Ես գալի բացում եմ, որպեսզի տուրիստ են, ժողովուրդ են գան, մտնեն նայեն, բացել եմ մարտահեկե մայիսի 5-ի կողմերը, տեսել եմ չկա, հենց մտել եմ մեզ։ Բայց դռան վրա հետքեր է եղել ոտի, գողացվածը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի այդ քթածոները ինչ որ քթել են։ Ըստ հնագիտական պեղումների տվյալների ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։ Շենգավիթի բաժնում լայնածավալ օպերատիվ հետազոտական միջոցառումների
Արդյունքում բազվել էր, որ նշված գողությունը կատարել էին Շենգավիթի 35-ամյա եւ Արտի մարզի 36-ամյա երկու բնակիչներ։ Մայիսի 9-ին հայտնաբերել ենք, ձերբակալել եւ տեղափոխել ենք ոստիկանության ՀՎԳԲ Շենգավիթի բաժին, որտեղ գողությունը կատարած անձանցից մեկը խոստովանել է, որ նշված գողությունը կատարել են իրենք, ինքը եւ իր ընկերը։ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։ Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Շանը մեքենային կապած վարորդին, նա ձերբակալվել է։ Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է ՎԱԶ-2121 մագնիշի ավտոմեքենայի վարորդը Շանը մեքենային կապած վարում, կենթանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։